վաղուց է այդ լուրերը, որ եւ փաստերը, որ սահմանադրություն է փոխվելու այս նոր իշխանությունը եւս ցանկանում է փոխել սահմանադրությունը, իդեպ իրենց բոլոր ելույթներում նշվում է դա, սա հիմնականում իմ կարծիքով փորձում են փոխել հանեն հղումը անկախության հռչակագրին, այսինքն իրականացնել Ալիևյան, այսպես ասած, հերթական հորդորները եւ դրանով իսկ Հայաստանի Հանրապետությունը կզրկվի իր պատմական հենքից եւ պատմական փաստերից, այն որ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության սահմանադրության մեջ հղում է արված անկախության հռչակագրին, իսկ անկախության հռչակագրի նախաբանում ուղղակի նշվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի խորհրդային հանրապետության Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշման մասին, ըստ որի խոսվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին, ինքնին սա խանգարիչ հանգամանք է Ալիևի հետագա քայլերին եւ Արցախի հարցը վերջնականապես փակելուն, որին ձգտում են ներկայիս իշխանությունները, այն որ ոչ մի իշխանություն իրավունք չունի իր քաղաքական նկատառումներից ելնելով վերացնել մեր պետության կայացման պատմական հիմքերը, դա փաստ է եւ ելնելով ազգանպաստ գործնեությունից, այն որ ժողովուրդը ուղղակի պարտավոր է պահպանել մեր պատմական հիշողությունը, Հայաստանի Հանրապետության կայացման գործում ոչ մի պետականամետ քայլ, ոչ մի կայացման հիմք չի որոշվում տվյալ իշխանության քաղաքական կամքով, դա էլ է փաստ եւ ներկայիս իշխանությունները, որոնք սահմանադրական մեծամասնություն չեն կազմում, չեն կարող փաստացի ջնջել մեր պատմական ազգային նպատակները, մեր հիշողությունը եւ ինքնին որ անկախության հռչակագրի 12-րդ հոդվածում ինքնին հղում է արվում հենց 1989 թվականի որոշմանը, ըստ որի նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության վրա պիտի տարածվի Հայաստանի քաղաքացիության բոլոր իրավունքները, սա եւս վկայում է, որ արցախցիները ի սկզբանե համարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որն ամրագրվել է հենց վերջին 1999 թվականի փետրվարյան որոշումով եւ 2023 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը չի կարող ջնջել այդ բոլոր պատմական հենքերը եւ անկախության հռչակագիրը, որի եւ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, որի ոչ մի դրույթ չի կարող սահմանադրության ոչ մի նորմ ամբողջովին համարվել, սա ինքնին չի նշանակում, որ դրանով իսկ մենք մոռացության պիտի տանք մեր պատմական հիմքերը եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը բնական է, որ ելնում է անկախության հռչակագրից, հիմք է ընդունվում այն, ի թիվս այլ հիմքերի, ինչպես նաև անկախության հռչակագիրն էլ 1989 թվականի համատեղ որոշումից, այնպես որ սրանք բոլորը պատմական, իրավական, հերթական, իրար կապակցված օղակներ ու պատմական փաստեր են, որոնք չի կարող ջնջել ոչ մի քաղաքական ուժ։